Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, համեցեք պարոն Կոնջորյան, դահլիճում լռություն։ Պարոն Մինասյան, դուք քիչ առաջ միամիտ ճշմարտությունը ասեցիք։ Եվ այդ ճշմարտությունը հետևյալն է, պարոն Մինասյանն եկավ ասեց հետևյալն, հենց նոր, ասեց մենք երկու խմբակցություններով այս նախագիծը ներկայացրեցինք ցույց տալու համար, որ ԿՊ-ն չի անելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ի՞նչ է ասում ինքը։ Ասում է մենք ոչ թե այս նախագիծը ներկայացրել ենք, որպեսզի հասնենք նրան, որ էթիկայի վերաբերյալ հարցով լինի հանգուցալուծում, այսինքն իրենց նպատակը պոզիտիվ բան չունի, նպատակադրում չունի։ Ասում է մենք արել ենք, որ ցույց տանք, որ դուք չեք անելու։ Ինչ է նշանակում։ Բայց սա երեսպաշտություն չի։ Բայց սա է երեսպաշտությունը, այսինքն դուք վերցրել եք բարոյականության վերաբերելի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել, պարոն Մինասյան, ասում եք ոչ թե մենք դա բերել ենք, որպեսզի հասնենք էթիկայի հաղթանակին, մենք բերել ենք, որ ցույց տանք, որ ԿՊ-ն սա չի անելու։ Հիմա սա այդ լրագրողի նկատմամբ բարոյական քայլ է, թե բարոյական քայլ չի։ Հիմա մենք պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծենք ձեր համար, ձեր այս քայլի համար, ժողովուրդ, մի հատ ճշտենք։ Դուք ընդհանրապես լրագրողական համայնքին եւ 4-րդ իշխանությանը նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ, եւ այո, դուք նայում եք որպես քաղաքական պայքարի մանրադրամ։ Ես ուզում եմ ասել, որ երբ որ դուք այստեղ քաղաքական գնահատականներ եք տալի, թե ԿՊ-ի իշխանության ժամանակ լրագրողների դեմ այս է եղել, այն է եղել։ Վերջերս հրապարակվեց նորից լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը, որտեղ որ մամուլի ազատության սանդղակով մենք այս տարի 34-րդն ենք։ 2017 թվականին մենք եղել ենք 79-րդը, այս տարի մենք 34-րդ տեղն ենք։ Բայց դա լրագրողական համայնքի մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական փաստ չի, հա, դրա մասին չեք ուզում դուք խոսեք։ Բայց դրա մասին է խոսքը։ Պարոն Մամիջանյանը ասում է Սերժ Սարգսյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ լրագրողներն այստեղ ցույցեր են։ Նախ լրագրողները հիմա էլ են ցույցեր անում, հեն այնտեղ Սաղմոսի բան են դրել ու կանգնած են լրագրողները։ Երկրորդը, ես ուզում եմ հենց ցույց, հիմա ես կմիացնեմ մի տեսանյութ, ուրեմն այս տեսանյութը կա ինտերնետում կարող եք նայել։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեթրակյանը միջանցքում ազգային ժողովի մի քիչ այն կողմ շփվում է լրագրողների հետ։ Սերժ Սարգսյանի օրոք են, որ ասում է լրագրողները այստեղ անում էին ցույցեր եւ այլն։ Հարցերին չենք պատասխանում։ Գրավոր։ Ումը։ Լսեցինք, որ ասում եք, ես ինչ նախիր է։ Լրագրողն ասում է լսեցինք, որ ասեցիք, լրագրողներին ասեց, այս ինչ նախիր է։ Լրագրողը ասում է Մհեր Սեթրակյանին։ Հիմա իրա պատասխանը։ Ակաժները երևի լավ չեք ասել։ Մաքրեք մի ասում է ակաժներդ մաքրեք։ Նու չի ասում շրթերդ մաքրի, ասում է ակաժներդ մաքրեք, այնտեղ որևէ մեկը էթիկայի հանձնաժողով չի։ Տարենկոմ վերանսվի մցրա։ Վերանը չի մցրել։ Այս տուն լսեցիք։ Ակաժները Այս տուն լսում եք։ Մի հատ խորացեք, պատկերացրեք ինչ է դրա տակ։ Տարենկոմ վերանսվի մցրա։ Վերանը չի մցրել։ Սաղմոս է կարդում Մհեր Սեթրակյանը, պարոն Մամիջանյան, ձեր իշխանության ժամանակ, երևի Սաղմոս է, հա։ Հետո գնում է իր սենյակ, վերադառնում է, հլնայեք։ Ու է գալիս, ասում է հլա արի իմ սենյակ, կանչում է իր սենյակ, ասում է հլա արի, լրագրողը բնականաբար վախենում է։ Ու այս ընթացքում լրագրողական ողջ համայնքը կանգնած որևէ բան չի անում։ Ես հասկանում եմ, որտեղ մարդիկ վախենում էին։ Հիմա դուք տես բան պատկերացնում եք, հարկաստո լրագրողները հենա, պարոն Մամիջան, լրագրողները հենց հիմա բան են անում, պերֆորմանս են անում, նորմալ է, ազատություն է, բայց որևէ մեկը լրագրողների հասցեին նես բան չի անում, որ է տու սենց գնա, էլի։ Հետա ձեր դեպքը, եկել եք ստեղ բանը, էթիկայի հարցը դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ եք սարքել։ Իսկ մենք այո, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանում եւ պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, պաշտպանում եւ պաշտպանելու ենք խոսքի ազատությունը, լրագրողները ունեն եւ ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու մաքսիմալ ազատություն եւ դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների տարեկան զեկույցներն են։ Մնացածը ընդհանրապես ձեր հերթական երեսպաշտության մարաթոնի մի փոքրիկ հատվածն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այժմ տեղի կունենա քվեարկություն։